Բարև ձեզ հարազատներս, այսօր մի հետաքրքիր տեսալովակ նկարանեմ ու գնամ աշխատանքի, սենց օրերին չես ուզում աշխատես իհարկե։ Մարտին Լութերի մասին եմ այսօր ուզում պատմեմ, ես տվյալները նոր եմ իմացել ու կուզեմ տեսալովակը մի տեղ կանգնացնեք ու տեսնեք ես իմ ասածից դուք ինչ ազդեցություն ունեցավ սա ձեր վրա, որովհետև սա ինձ համար մի շատ լուրջ ազդեցություն է ունեցել։ Ու այս տեսալովակները ինչի համար եմ շատ ժամանակ նկարահանում, որ մարդիկ այս մանավանդ քաղաքական այս վիճակներից հուսահատ են, ելք չեն տեսնում, բան իրանց ուզում եմ ասեմ, որ Աստված է մեր հույսը ու սա շատ կարևոր է, որ հուսահատություն չլինի, այսպիսի ժամանակաշրջան միշտ եղել է ու լույսը բացվում է այստեղ, այնքան սրբեր են ու այս լուրջ մարդկանց կյանքը, որ ուսումնասիրում եմ, տեսնում եմ սովորական նորմալ մարդ են եղել, ուղղակի իրանց շրջապատը այնքան է մթության մեջ եղել, այնքան է գետնին կպել, իրանց այդ արատներով, վախերով, այդ ամեն ինչով, որ մեջ նորմալ մարդ է եղել, սուրբ հայրեված է։ Ու սա նույն տիպի ժամանակաշրջանում ենք ապրում, նենց որ Աստված մեծահոգի է։ Ուրեմն Մարտին Լութերը գերմանացի հոգևորական է լինում, որ այնպիսի հեղափոխություն է անում գերմանական եկեղեցիներում, որ դարեր հետո մի հոգևորական Ամերիկայի Միացյալ Նահանգներում այնքան է ոգևորվում Մարտին Լութերի արարքներով, որ ոչ պակաս հեղափոխություն անում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իր անունն էլ վերցնում Մարտին Լութեր Կինգ դնում։ Բայց ես պատմելու եմ առաջի Մարտին Լութերի մասին, որը 16-րդ դարի գերմանացի հոգևորական է լինում։ Ուրեմն այդ տարիներին գերմանական եկեղեցիները պատկանում են դեռ Հռոմի Պապի, կաթողիկ եկեղեցիներ են եւ ուղերձվում են, թե պատկանում են Հռոմի Պապին, այսինքն Վատիկանի կողմից են ղեկավարվում։ 16-րդ դարում սկսում են կառուցել Սուրբ Պետրոսի տաճարը Վատիկանում, ովքեր տեսել են, դա մի հրաշք է, այդ տաճարը 150 տարի կառուցել են, այդ կառուցելու վրա մեծ լումա ունի Միքելանջելոն, Ռաֆայելը եւ զարմանալի չի, որ տենց լուրջ կառույց է։ Ու ուզում են այդ տաճարը կառուցեն, գումար չկա, ինչ անեն, սկսում են վաճառել այսպիսի մի բան, որը կոչվում է ինդուլգենցիա։ Հայերեն չգիտեմ այդ բառը ինչ է թարգմանում, բայց սա մի թուղթ է, որ բնակչությանը ասում են, որ այս ինդուլգենցիան եթե դու գնես, քո հոգին փրկվելու է։ Դու կարող ես ոչ միայն քո հոգու փրկության համար գնել, այլ կարող ես գնել, որ քո ծնողները փրկվեն, ովքեր որ մահացել են, քո անձը, որտեղ ովքեր որ մահացել են, նրանք փրկության կարիք նմանապես ունեն, ու եթե դու ինդուլգենցիան գնես, ու այս քարոզը բերում են հասցնում գերմանական եկեղեցիների մոտ, են քարոզում այս բնակչությունը առանցնել աղքատ վերջի լուման բերում է տա, որ իր հոգին փրկվի, իր հարազատների հոգիները փրկվեն։ Սա մասին լսում է Մարտին Լութերը։ Մարտին Լութերը, որ լսում է ինդուլգենցիային վաճառում, որ հոգիները փրկվեն, ասում է, լսեք, սենց բան չկա կտակարանում։ Ուրեմն 16-րդ դարում Գերմանիայում քանի հոգևորական եղած կլինի։ Բայց մենակ Մարտին Լութերն է, որ ասում է, լսից, այս բան չկա գրած կտակարանում, որ մարդու հոգու փրկության համար ուժ բաներ են պետք անել։ Դու վատ բան չանես, լավ բան անես։ Մարտին Լութերը զայրանում է, բայց շատ դիպլոմատ է լինում, Հռոմի Պապին չի գրում, որ ինչ ես անում, ասում է գրում է, որ դու շատ լավն ես ասում, բայց այդ քո աշխատողները շատ սխալ բաներ են բերում մեր երկրում, մեր հողերում տարածում, սա կտակարանում սենց բան չկա։ Այս Մարտին Լութերը, որ սենց իր բախտը ինչով է, իր բախտը բերել է, որ ինքը Մարտին Լութերն է, դրա մասին ոչ մի խոսք, բայց այն շրջապատի բախտը ինչով է բերում, որ այդ ժամանակաշրջանում տպագրությունն է զարգանում։ Մարտին Լութերը մի թուղթ է գրում, որ սենց բան չկա կտակարանում, այս տպագրությունները սկսում են տպել բնակչությանը բաժանել, որ սա սուտ է, այս ինդուլգենցիա չի փրկում մարդու հոգին։ Մարտին Լութերը, որ սա անում է, լավ գիտի, որ իրան այրելու են ինկվիզիցիայի ժամանակաշրջանն է, բայց մարդը ճշմարտության ծառայող է, կամ եթե դու ճշմարտության համար ես ապրում, որ ճշմարտությունը չթաքցնես, ծառայես, քեզ համար այդ վախ բան երկրորդային է, եթե դու վախերով ես ապրում, այն խոտի նման ջնջվելու ես գնաց։ Մի խոսքով Մարտին Լութերը հեղափոխություն է անում, լավ իմանալով, որ իրան այրելու են։ Բայց գերմանացիները հասկանում են, որ լավ իրանց փողերը լրիվ գնում է հորում, Մարտին Լութերին փախցնում են, մի խոսքով թաքցնում են, այդ Մարտին Լութերը հեղափոխությունը ինչի է բերում, որ գերմանական եկեղեցիները 16-րդ դարում անջատվում են կաթողիկ եկեղեցուց, Վատիկանից, էլ չեն պատկանում Վատիկանին, արդեն իրանք դառնում են բողոքական, լութերաններ եւ այլն, 16-րդ դար։ Այս տեսակ ուզեմ դուք այս թիվը շատ հիշեք, որովհետև հարց եմ տալու այս թվի վերաբերյալ, իրան որ տանում են, փակում են, բան են անում,
թաքցնում են, Մարտին Լութերը սկսում է 16-րդ դարում առաջի անգամ կտակարանը թարգմանել գերմաներեն։ 16-րդ դար։ Ու Մարտին Լութերը գերմանացիների պատմության մեջ առաջի 3 կարևոր մարդկանցից մեկն է համարվում։ Հիմա կուզում այստեղ տեսահոլովակը կանգնեցնեք, տեսնեք սա ձեզ ինչ-որ ինֆորմացիա տվեց, սա ինչ-որ սրա համար անգամ պետք չի, որ դուք շատ մեր պատմությունը իմանաք, քանի որ ես ինքս պատմությունը չգիտեմ, անընդհատ այս գրքերը բացած, որ ես պետք է կարդամ ու չեմ կարողանում ինձ հավաքեմ դրանք կարդալ։ Եթե դուք իրոք պատասխանեցիք, սա ինձ նենց մի լրիվ ուրիշ բան, սկսեցի մտածել, լավ, մենք երբ ենք Հռոմից անջատվել, մենք սկի ոչ էլ իմացել ենք երբ ենք մենք Հռոմից անջատվում, քանի որ մեր հոգևորականները 11 դար շուտ գերմանացիներից Հռոմի պապին ասել են հաջող մենք քեզ հետ չենք, մենք այդ Քալկիդոնի ուրեմն ժամանակներում մի եկեղեցի է համարվել, որովհետև բոլորը նույնատիպ էին աշխատում, բայց պարբերաբար հոգևորականները տարբեր եկեղեցիներից հավաքվում էին, կոչվում էին տիեզերական ժողովներ, որ քննարկեն այդ դոգմաները, Հիսուս Քրիստոս մարդ է թե Աստված, թե երկուսն էլ միասին, մի խոսքով տարբեր դոգմաներ քննարկում։ Ու 3 տիեզերական ժողովների ընդունածը հայերը ընդունել են, հայ առաքելական եկեղեցին ընդունել է, 4-րդը ասելա չէ, այդ Քալկիդոն ասելա չէ, մենք էլ ձեր հետ չենք, ու առանձնացել է 5-րդ դարում։ Առաջի անգամ կտակարան հայերեն երբ է թարգմանվել։ Էլի գերմանացիներից 11 դար շուտ։ Որ դուք իմանաք հայ առաքելական եկեղեցին ինչ է իրենից ներկայացնում։ Որ Միքայել Սրբազանը ասում է մենք չրթել ենք կայսրությունները, հենց նես չի ասում է, սա շատ կարևոր է, սա մի ուրիշ բան է ու դրա համար մեր ներկայացուցիչ չի կարելի, որ կանգնի ու ասի մեր մոտ կրթությունը նորաձև է, ինչ-որ մի բան, այդ վերևներում պիտի խորհրդատուներ նստեն ու ասեն ինչ է կարելի ասել, έτσι օրինակ կարող է սովորական մարդը իր ընտանիքում իր երեխաներին ասի նորաձև է կրթությունը, որ երեխաները կրթվեն, բայց մեր գլխավոր ներկայացուցիչները չի կարելի այդպես ասեն, քանի որ այդ ասելուց հետո Զախարովան հերթական ապուշությունն է ասում։ Կարևոր չի Զախարովան կլինի, Պետրովան կլինի, Մայքլ Ջեքսոնը կլինի, ով ուզում է լինի հայերի հետ խոսելուց, իրանք իրավունք չունեն, իրենց պատմությունն ու մշակույթը հիշեն։ Ինչի իրավունք չունեն, քանի որ իրավունք չունեն, քանի որ արդեն պատմեցի ինչի համար իրավունք չունեն։ Ու ինչի համար են իրանք արդեն տենց անում, իրանց թվում է թե բոլորը այսպես ոնց իրանց ներկայացնում են, որ մենք նորաձևը կրթությունն է, մենք նոր ենք ոտանավոր ենք սովորում չինարեն, ինչ լավ է, նոր կրթություն եկել մեր մոտ, այդպիսի բան չկա իհարկե։ Զախարովան դա պիտի իմանար, որ այդպիսի բան չկա Հայաստանում, ու ինքը որ այդպես խոսում է, այն արդեն ասեմ, զոմբիները չեն կարա վիրավորվեն։ Օրինակ Տիկին Աննան, որ այդ նիմբը հետևը նկարը հանում է, ում համար է, ինձ հետաքրքիր է ում համար է, դրանք մանիպուլյացիաներ են, ու այդ ով բնակչությունը որ այդ մանիպուլյացիան ենթարկվել, արդեն իրանց գրպանում են, իրանք արդեն զոմբի դարած տարածում են իրանց ուսմունքը։ Պետք չի, մնացածներից ուղղակի նայում ենք, զարմանում ենք, որ sense բան հələ անում են։ Զոմբիների մասին ասել եմ, ուրեմն չենք զայրանում, բարկանում, մենք ամեն մեկս մեր աճի վրա, մեր ճշմարտությունը, հնարավորինս մենք մեր ընտրությունը արած լինենք, շրջապատին հասկանալի լինի մեր ընտրությունը, սա շատ կարևոր է, ընտրության ժամանակն է։ Դու որ մահացար, քեզ վերևում հարցնելու են, դու ինչ արեցիր, դու ինչ ընտրեցիր։ Ու այդ մահը կարող է լինի ամեն վարքյան ու դա է քո աշխարհի վերջը։ Պայման չի աշխարհի վերջը գան Իրանը բանան են, ռմբակոծեն եւ այլն, որ ասենք աշխարհի վերջն է։ Ոչ, որս մահացանք աշխարհի վերջն է, ու վերևում հարցնելու են դու որտեղ ես։ Դու Թուրքի բենզին առնում ես, թե չէ, շատ ծանոթներ ունեմ, շատ չեն, փառքասու շատ չեն, բայց այնքան անսպասելի է, որ այս մարդը Թուրքից բենզին ա գնում, առնում ընտրություն է, կամովի ընտրություն է։ Ուրեմն կանգնել եմ բենզին առնելու, ես շատ եկանում եմ, ես միշտ ընտրում եմ ամենաէժան բանը գնամ առնեմ, բայց հիմա վախենում եմ էժան տեղեր բենզին առնեմ, գնում եմ մի քիչ թանկ տեղ ու էլի կանգնել եմ, երեք ասում եմ, սա հո Թուրքի բենզին է, չի, ջահել տղա է, ասում եմ, բայց ասում եմ, կարող է կանգնեմ Թուրքի բենզին ծախեմ, ջահել տղա է, սա հասկանում է, բայց այն 50 տարեկան տկարամիտները չեն հասկանում, հասկանում ես, իրանք արդեն բան առևտրի մեջ են, մի մուլտիկ կար է, զոլոտը, որ հետո վերջում դառնում է չիրիպիցան կներեք չեմ կարա թարգմանեմ։ Մի խոսքով սա ընտրության ժամանակաշրջան է, ոչ մի հուսահատություն, ոչ մի բան չի կարա լինի, ընտրություն ու տեսնենք մեր սրբերը ոնց են մեր աչքի առաջ ապրում, սա մի հետաքրքիր ժամանակաշրջանում ենք լինելու։
Զոմբիները նորից ասեմ զոմբիների ֆորմուլան 25 թվականին եմ ես հայտնաբերել, ինձ էլ երկար ժամանակ տևեց, 23 թվականի սեպտեմբերին եմ Հայաստանում ապրում, նոր 23-ի սեպտեմբերից նոր 25-ի մայիսին Գորիսում ես սուրբա մեր հողը սուրբ այնքան հայտնություններ են լինում նոր հասկանում եմ զոմբի որտեղ միջև այդ ես տարուկես փորձում եմ մարդկանց շուտ բան բացատրեմ ոչ մի բան ջնջում գնում են ոչ մի զոմբի մի հատ բար գրեց տար գրեց լայք դրեց սխալ տեղի լայք դրեց ջնջված գնաց imagine քանակ պետք չի ոչ մի դեպքում սա քանակի վրա չի Այս էջը, ինչ վերաբերում է բժշկության YouTube-ում էլ կարեք բժշկությունը կարդակով ուզում է թուրքերը թարգման են կարդան, դա արդեն որպես բժիշկ եմ ինֆորմացիան տալիս եմ միայն Հայաստանի հայերի համար, ճիշտն ասած, մնացածը այդպես եմ, դրա համար եմ անում, հեսա Ուրեմ զոմբիները մարդիկ չնեղանան, ուրեմ ես իմ կարծիք ունեմ ու կարա դիմացինը լրիվ ուրիշ կարծիք ունենա, բայց այդ լրիվ ուրիշ կարծիք ունեցողին ես շատ հարգում եմ, եթե կլինի մարդ, որ ինքը միայն հակառուս կլինի, տենց շատ մարդիկ կան ու դա շատ նորմալ է, որովհետև մեր տարածքում շատ մեծ խնդիրներ են եղել, այս մարդը շատ լուրջ կընդունեմ, որ այս մարդը հակառուս է, ինքը իր ընտրությունն անի կլինեն մարդիկ, որ հակաարցախցի կլինեն։ Հիմա այնքան կարող է տուժած լինեն արցախցիներից, ասեն այ մարդը ես արցախցի եմ։ Բայց չի կարա նույն մարդը հականախքին լինի, հակառուս լինի, հակաարցախցի լինի, հակահոգևորական լինի։ Սա արդեն դատարկագլուխ մարդ է, որը ռոպագանդայով այդ դատարկությունը, քանի որ վակուում չի կարա լինի, լցրել են, ու ինքը այս աղբը անընդհատ տարածում է ու թափում է ուրիշների վրա ու իրանք շատ ակտիվ տարածողներ են այդ անգլուխ ձևավորները, որ իրանք մենակ այդ ինֆորմացիան են ստացել, իրանք թվում է, քանի որ դատարկ է եղել, մի անգամից ինչ-որ ինֆորմացիայով լցվել է, իրանք համար սա մարդը Սա շատ հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում, մարդ փոքրուց սիրահար է ուսման Սա շատ զարմանալու է, որ մարդիկ եկել են հասել մի ժամանակաշրջան, որ չեն ուզում գիրք կարդան, չեն ուզում, սա մարդուն բնորոշ չէ, մարդ ստեղծման պայից ուզում է սովորել։ Դրա համար եք մարդ նստած ժամանակ վատնում այդ Instagram-ից որ մի բան սովորեք թերթելով, Facebook-ից մի բան, սա ուսմունք չի։ Դուք բնածին ձգտում ունես ձեր օրգանիզմը ուսման, ինչ որ մի բան ուզում է սովորի։ Դրա համար այս դատարկագլխներին, որ այդ ռոպագանդան լցնում են, իրանց թվում է թե արդեն իրանք ուսմունք ստացան ու այդ ուսմունքը տարածում են, ոսու քարոզիչները։ Ինչն ամենևին էլ այդպես չի կարա մի մարդ համ լինի հակառուս լինի, համ հակաարցախցի լինի, համ հակահոգևորական լինի, ոչ, ինքը կարող է հակահոգևորական լինի, ասել եմ արդեն եկեղեցում իրոք շատ անհաջող հոգևորականներ կան, տեսանք արդեն բացվեց ու կարաս այդ ամեն ինչ միջև այդ տեսածնես, ասես այ մարդ ես սրանց չեմ ընդունում այս մարդկանց բոլորս կարող ենք սխալվել, նես չի Քրիստոսի դա նենց բան է, որ մենք իրավունք չունենք հոգևորական, մենք իրավունք չունենք, ասենք դու մեղավոր ես, հասկանում ես, Քրիստոս ասել է առաջին կնոջը, որ պետք է ուզում էին քարկոծեին անարակության համար, ասել է դու ով անմեղա դու քարքցի, ու սա թողել գնացել են փարիսեցիները չեն գցել ոչ մեկ քար, իսկ դուք ինչ որ սրբացել եք ու եկեղեցի եք ուզում մաքրեք, սա զոմբի գլուխներ են անգլուխ ձևավորների ժամանակներում ենք ապրում, որ կգնան թուրքի բենզինը կգնեն, համարեն, որ իրանք հարստանալու է երկիրը դրանով, սրբերն են բարձրանալու ու կան, այս հողում ուրիշ տե, չգիտեմ, գիտեք ինչ է մարդ եթե հոգևոր աճ է լինում, այդ հոգևոր աճի հետ հայրենասիրություն է գալիս, մի պահ գալիս է, ոնց է լինի, որ դու սկսում ես հոգևոր, Անտոն Մեծը մի շատ հետաքրքիր բան է ասել, ով է խելացի մարդը ինչի որ գրագետ է, ժողովուրդ ջան, որ պատմում են բռնություն կամ զոմբի, դա չի նշանակում, որ բանը դիպլոմ ունի, ինքը կամ բռնություն չի կարանի, կամ զոմբի չի կարա լինի, հիմիկվա կրթություն չի, սա ապացուցված է արդեն, ու իմա խելացի մարդը, այն մարդն է, ով իր հոգևոր աճի վրա աշխատում է, Սուրբ Անտոնը, դա 4-րդ դարն է, ինչքան հիշում եմ, որ ասել է, որ եթե դու քո հոգու, եթե դու գիտես ճիշտը որն է ու սխալը որն է, ու դու ընտրում ես ճիշտը, դու խելացի մարդ ես համարվում, կրթությունը չի, էլի որ դու դիպլոմ վերցրեցիր ինչ որ գումարով կամ անգիրանելով ինչ որ գաղաչինարեն ոտանավորներ ասես դիպլոմ վերցրես, դա չի նշանակում, որ դու խելացի ես, խելացին դա ճիշտ ընտրություններ անող մարդն է
Մի խոսքով շատ խոսացի, հույսներս Աստված է։ Հա, ուզում եմ ասեմ, ինչ որ մեր եկեղեցին ասելի Միքայել Սերբազանը կայսրությունները չրթել ու չրթելու է։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։